իշխանությունը պայքար է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, ձեր կարծիքով ո՞րն է դրա նպատակը, ինչի են ուզում հասնել, եւ իրենց նախաձեռնությունն է, թե թելադրանք է։ Գիտեք, դա իրենց նախաձեռնությունը չէ, ընդհանուր ծրագրի մաս է կազմում, եթե հետևած եք գունավոր հեղափոխությունների սցենարներին, դուք կտեսնեք, որ տվյալ խմբի կոչենք ազգ, պետություն, հենասյունային կառույցների հանդեպ, հատկապես եթե դրանք կրոնական բովանդակություն ունեն, մեծ արշավ է սկսվում, եւ դրա նպատակը դիմադրողականության առանցքային հենասյունները ոչնչացնելն է։ Մեր պարագայում հայ առաքելական եկեղեցին մեր ինքնության մասն է եւ այդ հազարամյակների ընթացքում անբաժան առաջատարն է եղել մեր ազգային դիմադրողականության ձևավորման եւ դրա անխաթար առաջ մղման եւ փաստացիորեն նաեւ մենք դա տեսնում ենք այդ թվում այս Սփյուռքում չձուլման քաղաքականության, որպեսզի այդ ազգային ինքնությունը մշակութային քաղաքակրթական եւ այդ թվում նաեւ որպես առաջի քրիստոնյա պետություն հենասյունային ամրությունը պահպանելու ժառանգներին փոխանցելու մեր պատմական հիշողությունը մեր սերունդներին փոխանցելու իմաստությունը հազարամյակների դա հաջորդներին հաջորդ եկողներն փոխանցելու եւ այդ ամբողջի մեջ այդ ամբողջական դիմադրողականության ապահովման ամենակարևոր գործոններից մեկն է եղել հատկապես այն շրջանում, երբ որ մենք պետականություն չենք ունեցել։ Բնականաբար այս իշխանությունը, որ սպասարկում են արևմտյան հեռահար նպատակներով ձևավորված թուրք-ադրբեջանական ծրագիրը, նրանց համար հենասյուն առանցքային կառույց, որը կարող է խաթարել իրենց ծրագրերի իրականացմանը, որպես հակառակորդ թշնամի են կալվում եւ մենք դա տեսանք դեռևս 18 թվականին, երբ որ նրանք փորձեցին այսպես կոչված նոր Հայաստան նոր հայրապետ շարժման միջոցով եկեղեցում իրենց մարդուն բերելու եւ մարդու, որը կամակատարի դեր կկատարի եւ իրենց ցանկություններով կառաջնորդվի։ Սակայն եկեղեցին նման ճղճի մտածելակերպով մարդկանց հազարամյակների ընթացքում շատ է տեսել, շատ ապատոհասների միջով է անցել եւ այդ կուտակած իմաստությունը բնականաբար նրան թույլ է տալիս նախ ճիշտ գնահատելու սպառնալիքը եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու։ Այսինքն մենք հասկանանք, որ սա ոչ թե ինչ որ մեկ անձի տվյալ պահի կմահաճույք է, որը փորձ է արվում այդպես ներկայացվել, դրա հանրային տրամադրությունների մեջ ինչ որ նման տպավորություն ստեղծել եւ ոչ էլ անձնավորված խնդիրներով մոտեցումներ է, այլ ունի հստակ նպատակ ազգի ինքնության ոչնչացման ուղղված եւ նրա դիմադրողականության ջախջախմանը ուղղված եւ սա է ամբողջ այս եթե ամփոփենք գործողությունների ծրագրի նպատակը սա է։ Փառամթերքը, որով դա արվում է, չգիտեմ, երբևէ տեսած լսած կայիք նման բան ղեկավարի իր հանրային տիրույթում։ Գիտեք, նախ երևի չգիտեմ, շատերը չգիտեն, որ հայոց լեզուն ինքը հայհոյանք չի ունեցել։ Դա փոխառված բառեր են եւ դա պատահական չէ, որովհետեւ մեր քաղաքակրթական մշակութային համակարգի մեջ մարդուն անպատվելը դա համարվել է ամենավերջին քայլերից մեկը։ Նման խմբակի կողմից նման բառամթերքի օգտագործումը դա բնական է, որովհետև դա իրենց էությունն է, չդաստիարակվածության դրսևորումը, իրենք սկզբի շրջանում կարող է ինչ-որ թատերական բեմականացման միջոցով քող վրաները առած փորձում էին այսպես առաջատար ժողովրդավար արևմտյան արժեքներով առաջնորդվող ինչ-որ անձանց կերպարներ ընդունել, բայց ինչպես ասում են, մախաթը պարկի մեջ չես պահի, ժամանակի ընթացքում դա իր բնական դրսևորումը տալիս է եւ սա լավ է, որովհետեւ ժողովուրդը տեսնում է, թե իրականում ում է հավատացել, իր ազնիվ մղումներից դրդված ում է բերել եւ ձայն տվել ու նստացրել իր գլխին, որը փաստացիորեն բացի նրանից, որ ինչը շատ ավելի կարևոր է, որ ազգի պետության համար աղետաբեր է, բայց նաեւ իր էության մեջ ոչնչություն է։ Տիկին Աղաջանյան, տեսեք, այս եկեղեցու հետ արշավի զուգահեռ մենք տեսնում ենք, որ նաեւ իշխանությունը հեղաշրջման պլաններ է, հրապարակներում մախուզարկություններ օրինակ իրականացնում։ Դե գիտեք, իրենք նաև այդ, ասենց ասեմ, գունավոր հեղափոխությունների այդ սցենարի անբաժան մասն է նաև նահատակ ներկայացնելը, հա, մենք կարծեմ ինչ-որ ժամանակ առաջ էլ այսպես լսեցինք ինչ-որ անհայտ մահափորձի մասին, որը չգիտես ինչպես հանկարծ հայտնաբերվեց, հա,
դեռ մինչև օրս չեն կարողանում ապացուցել դրա էությունը։ Սա ընդհանրապես սեփական անձը ինչ որ միտեղ զոհի կերպարի մեջ ներկայացնելու փորձ է, որը բնականաբար չի հաջողվի, որտեղ ժողովուրդը արդեն իր գրեթե ամբողջության մեջ հասկացել է այս անձանց ոչ միայն էությունը, այլև նաև նրանց գործողությունների հիմնական նպատակը եւ նրանց այն ստողատակի տրամաբանությունը չի աշխատելու, որովհետև մեր ժողովուրդը անգամ 16 թվականի Սասնա ծռերի այդ գործողությունները ցույց տվեցին, որ ինքն իր ներքին դաշտում ուժային միջոցներով հարցեր լուծելու կողմնակից չէ եւ միշտ խաղաղ պայքարի օկտին է հանդես գալիս եւ դա եւս ապացուցում է մեր հազարամյակներով 5 քաղաքակրթություն մշակույթ կրող գենետիկ մակարդակում խաղաղ բարեկեցիկ բարի տրամադրվածության հանգամանքը, որը եւս այս իշխանությունը փորձում է ինչ-որ խեղել ձևել, ինչ-որ անհասկանալի ձևերով ներկայացնել։ Եվ պատահական չէ, որ մեր ժողովուրդը այդ իր անցած հազարամյակների ընթացքում ինքը երբեք պատերազմ չի սկսել։ Ստիպված է եղել արձագանքել եւ արժանի հարված է տվել, բայց երբեք ինքը նախահարցակ չի եղել եւ ուժային միջոցներով հարցեր լուծելու կողմնակից չի եղել, որովհետեւ դրա լուծման շատ ավելի քաղաքակիրթ եւ ավելի հիմնարար ձևեր կան։